Ամեն գնով լավ ապրելու ձգտումը ոմանց դրդում է չճանաչել միջոց ու օրենք, մղում անհանդուրժելի արարքների։ Այդպիսի արարք է գողությունը։ Այն օրենքով դատապարտելի է և ապրուստի միջոց չէ։ Գողության տարատեսակ դրսևորումներ են գրպանահատությունը, անասնագողությունը, ավտոառևանգումը և այսպես կարելի է շարունակել, սակայն այս շարքում բնակարանային գողությունն առանձնանում է։ Բնակարանային գողությունները դասվում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվին, նրանք ըստ իրենց ծանրության համարվում են ծանր հանցագործության տեսակ, ինչպես այլ հանցատեսակներում, այնպես էլ բնակարանային գողություններում հանցագործները գործում են կամ անհատական կամ խմբերի կազմով։ Սովորաբար բնակարանային գողությունների դեպքում հանցագործները բնակարան մուտք են գործում տեխնիկական միջոցի գործադրման մուտքի դռան կոտրելու միջոցով, հարմարեցված բանալի կամ այլ տեխնիկական միջոցի օգտագործման փականը բացելու միջոցով, եվրոպական արտադրության պատուհանները տեխնիկական միջոցի օգտագործման բացելու եղանակով, պատուհանի ճաղավանդակները պոկելու միջոցով, ինչպես նաև բաց պատուհաններից կամ պատշգամբներից մուտք գործելու եղանակով, բնակարանային գողությունների բացահայտման գործում ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև կատարում է ցերեկային և գիշերային շրջագայություններ։ Եղել են դեպքեր, երբ բնակարանային գողերին բռնելուց բացի ոստիկանները հայտնաբերել են նաև նրանց գործիքները։ Տարբեր չափսեր ու տաշվածքներ ունեցող մի քանի տասնյակ բանալիներից զատ դուռ ու լուսամուտ բացող հարմարանքների մի ամբողջ զինանոց, գործիքներ, մետաղալարեր, զանազան կեռիկներ, ինչպես հանցավոր աշխարհում են ասում, ատմիչկաներ, որոնց ամենաորակյալ փականն անգամ դժվար թե դիմադրի։ Նման հարմարանքներ սովորաբար արհեստավարժ գողերն են ունենում, որոնցից առավել զգուշավորներն աշխատում են գործել ընկերների հետ։ Սկզբում ընտրում են թիրախը, հետո որոշում օրն ու ժամը, ծրագրում թե ով ինչ պետք է անի, ով է դրսում սպասելու, ով ում հետ է բացելու դուռը և որ ամենակարևորն է, ինչ են պատրաստվում գողանալ։ Ոմանք ավելի անվտանգ համարելով նախընտրում են մտնել այնպիսի տներ, որտեղ ոչ ոք չի ապրում, ոմանք էլ ճիշտ հակառակը, թիրախ են դարձնում այն բնակարանները, որտեղ կյանքը եռում է։ Եթե տանն ապրում են, ուրեմն ապրուստ էլ կլինի։ Այդ սկզբունքով վերջերս Արարատի մարզի Գետազատ և Վերին-Դվին գյուղերում 5 բնակարանային գողություն էր կատարվել։ Նույնիսկ տպավորությունն այնպիսին էր, ասես գողերը գիտեին, թե ում տուն են մտնում և ինչու։ Մի դեպքում Գետազատ գյուղի տներից մեկի հետնամասով բակ էին մտել, բարձրացել երկրորդ հարկ, բացել դուռն ու հափշտակել ոսկյա զարդեր, մի քանի հազար եվրո և հեռացել։ Տանտերերը տնից ընդամենը մի քանի ժամ էին բացակայել։ Վերադառնալիս տուժողն իրենց փողոցում ՎԱԶ 2106 մակնիշի մեքենա էր տեսել, բայց ուշադիր չէր եղել, չէր մտապահել համարները։ Մյուս դեպքը Վերին-Դվինում էր կատարվել։ Ինչ-որ մեկը, որ հավանաբար տեղյակ էր եղել, որ տանը մարդ չկա, բարձրացել էր տանիք, իջել բակ, տեսել էր դուռը կողպված չէ, ներս էր մտել և դարձյալ գողացել փող ու ոսկի։ Նույն գյուղում օրեր անց կատարվեց երրորդ բնակարանային գողությունը, իսկ հաջորդ երկուսը դարձյալ Գետազատ գյուղում եղավ։ Կրկին տան հետնամասով մոտեցել էին ննջարանների պատուհաններին, պտուտակահանով բացել, մտել տուն ու ոսկյա զարդեր հափշտակել։ Վերլուծելով դեպքերը ոստիկանության արտաշատի բաժնի ծառայողները փորձում էին հասկանալ ինչով էին իրարից տարբեր և ինչ ընդհանրություններ ունեին գողությունները։ Ձեռագիրը նույնն էր, բայց մեկ մարդու ձեռքի գործ չէր։ Մտել էին հիմնականում պատուհանով, գողացել բացառապես փող ու ոսկի։ Մի ընդհանրություն էլ կար՝ տուժողներից 3-ն այդ օրերին հարսանիքի կամ նշանադրության էին եղել։ Վերին-Դվին գյուղի բնակարանային գողություններից մեկի տուժողը հիշեց, թե համագյուղացիներից բացի իրենց տնից բացակայելու մասին ելով գիտեր և բացահայտման կծիկը սկսվեց քանդվել։ Կասկածյալները 4-ն էին, որոնցից 2-ը Գետազատից։ Քրեական հետախույզները նրանց կասկածելու բոլոր հիմքերն ունեին և օրեր անց 4-ն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության արտաշատի բաժին, որտեղ էլ տվեցին խոստովանական բացատրություն։ Եղել են դեպքեր, երբ արագ և օպերատիվ գործելու արդյունքում ոստիկաններին հաջողվել է հանցագործին բռնել հենց հանցանքի պահին։ Տեղեկություններ ենք ստացել, որ Զաքյան 3 շենքի բնակարաններից մեկում այժմ գողություն է կատարվում, օպերատիվ խմբի մի մասը արդեն մեկնել է, միանանք նրանց։
Օպերատիվ խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների հետ մեկնեց նշված հասցե։ Տանտերերը տանը չէին, սակայն բնակարանից ձայներ էին լսվում։ Ինչ որ մեկը ներսից շարժեց դռան բռնակը, դուռը բացվեց։ Կասկածյալները փորձում էին հեռանալ, սակայն ոստիկանները կանխեցին։ Տունը տակնու վրա արված չէր, բաց էր միայն ննջասենյակի պահարանը։ Տանտերը փողն ու ոսկեղենն այնտեղ էր պահում, ոչ գումարը կար, ոչ էլ ոսկին։ Փորձագետն ուսումնասիրեց տան դուռը, փականը կոտրված չէր, երևի հարմարեցված բանալիով էին բացել։ Կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության կենտրոնականի բաժին։ Խուզարկությամբ նրանց մեկի գրպանից հայտնաբերվեց ոչ միայն հափշտակված փողն ու ոսկին, այլև բանալիները, որոնցով հաջողացրել էին բացել բնակարանի դուռը։ Պատահել է, երբ ուշադիր ու սրտացավ հարևանի մեկ ահազանգը կանխել է ոչ միայն բնակարանային գողությունը, այլև օգնել ոստիկաններին զինված հանցախումբ վնասազերծել։ Այդպես եղավ Վանաձորում։ Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Նարեկացու փողոց էին հասել, երբ կասկածյալները դեռ նշված հասցեում էին։ Ներսից ոստիկանների ուղղությամբ կրակել էին։ Պատասխան կրակ էին բացել նաև ոստիկանները, կասկածյալները խուճապահար փախել էին։ Ոստիկանները հրաձգությունը չէին շարունակել, վտանգավոր էր, մութ էր շուրջը, տներ, քնած մարդիկ, ամեն ինչ կարող էր պատահել։ Սակայն դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերելով նրանց մեքենան, հաջորդ օրն իսկ իրավապահները երեքին էլ բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Խուզարկությամբ նրանցից մեկի բնակարանից հայտնաբերվեց եւ առգրավեց նաև հրաձգության ժամանակ գործածված ատրճանակը։ Բնակարանը գողերը շատ անգամ հենց իրենք են պատմել, թե ինչպես են թիրախն ընտրում։ Ոմանք մտնելով շքամուտք, այս կամ այն բնակարանի դռան արանքում լուցկու հատիկ են դնում։ Մյուսները որևէ ընկերության տաքսի ծառայության կամ խանութի այցեքարտ հագցնում, պարզելու թե նշված բնակարաններից որ մեկում չեն բնակվում, որպեսզի նորմալ պահի անկաշկանդ գործեն։ Քաղաքացիներին կոչ են անում ուշադիր լինել թե իրենց եւ թե հարևանների դռներին փակցված զանազան թղթերին։ Մանավանդ եթե այս կամ այն տանը մարդ չի ապրում, մի զլացեք փոկել թուղթը։ Ուշագրավ է, թե բնակարանային գողությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ ոստիկանությունն ինչ միջոցներ է ձեռնարկում։ Հրահանգավորումների ժամանակ բարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերին ցուցումներ են տրվում թե երեկոյան եւ թե ցերեկային ժամերին իրենց երթուղիներում շրջագայելիս, շրջագայեն նաեւ հարակից բակային տարածքներում։ Հատկապես գիշերային ժամերին ուշադրության կենտրոնում պահեն շենքերի առաջին եւ երկրորդ հարկի պատուհանները, շքամուտքերը, կասկածելի անձ կամ մեքենա տեսնելիս մոտենալ։ Համայնքային ոստիկաններին ուղղորդում ենք զրուցել իրենց տարածքի ազգաբնակության հետ, թե անվտանգության ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել, այդ թվում բնակարանների դռները փակ պահել, շքամուտքերը ցանկալի ունենան փականներ, այսպես ասած դամաֆոններ եւ տեսախցիկներ։ Քիչ չեն եղել դեպքերը, որ համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ոստիկանությունը կարգավորել է այս կամ այն բակի լուսավորության հարցը, որը նույնպես շատ կարեւոր է։ Ըստ վիճակագրության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մայրաքաղաքում բնակարանային գողությունների բացահայտման թիվն ավելացել է 11.7%-ով։ Մնում է ինքներս մի փոքր ուշադիր եւ զգույշ լինենք, չզլանանք համագործակցել ոստիկանության հետ, չմոռանանք դռանը որակյալ փական, իսկ առաջին եւ երկրորդ հարկերի դեպքում պատուհաններին երկաթե ճաղավանդակներ տեղադրել։